Բարի օր, եթերում երկրորդ կարծիքի հերթական հաղորդաշարն է, այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ Հայակվեն նախաձեռնության անդամ տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Շնորհակալ եմ հերթական անգամ հրավերն ընդունելու։ Կարելի ասել հրատապ եթեր է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններով, գործողություններով եւ սպասվելիք երևի թե գործողություններով, այսինքն հարցը կկարողանա իրականացնել թե չէ։ Մեծ դիտողների համար նշեմ, որ խոսքը այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստան էլեկտրական ցանցերը եւս խլել Սամվել Կարապետյանի ձեռքից։ Ինչու եմ ասում եւս, որովհետեւ գիտենք, որ քաղաքական ճնշումների կարելի ասել համենայն դեպս այդպես են բոլորը պնդում, նաեւ փաստաբանները Սամվել Կարապետյանի ճնշումների արդյունքում այսօր Շիրպիցայի շատ օբյեկտներ են փակվել, հնարավոր է ինչ-որ մեկին տան, չգիտեմ, ԿՓ խմբակից որևէ մեկին Հեյցը 10 միլիոնով տուգանելու որոշում է կայացվել եւ հիմա էլ փաստորեն Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն այդ թեզն է առաջադրել, որ հեյցը պետք է պետականացվի, բնականաբար ԿՊ-ի իր պահապան հրեշտակները պարբերաբար կրկնում են այս միտքը։ Հիմա պարոն Կամենդատյան, նախ հարցնեմ Նիկոլ Փաշինյանը մեկ գրում է ազգայնացնել, մեկ պետականացնել եւ իբրև թե այդ երկուսը նույն գործընթացներն են, բայց մասնագետները ասում են, որ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Հիմա ուզում է ազգայնացնել, թե ուզում է պետականացնել։ Նախ հասկանանք ինչով են տարբերվում այդ երկու գործընթացներն իրարից։ Նախ ասել, որ վերջի դորին ես էլ որոշակի կարասել հետազոտողի հետաքրքրությամբ ընդամենը լսել եմ ԿՊ այդ խմբակի, այդ փոքր խմբակի առանձին աշխուժակների ելույթները, ընդ որում ելույթներից բավականին հեռու են գոռոցներ, ինչ որ ճվոցներ, ժեստիկուլյացիա, բավականին ագրեսիվ տպավորություն ստեղծում, որ մենք գործ ունենք ինչ-որ կրկեսային ներկայացման հետ։ Կամ փողոցային ինչ-որ, հա։ Փողոցը, գիտեք, փողոցում կան բազմաթիվ խելացի մարդիկ, տաղավարներում նստած շախմատով զբաղվող մարդիկ, բավականին խելացի մարդիկ կան։ Կոնկրետ այս անձնավորությունների զգալի մասը վատ օրինակ են, վատ օրինակ եւ որպես առաջարկներից մեկը ես կառաջարկեմ, որ գոնե սրանից հետո երեխաներին չբերեն ազգային ժողով, որտեղ նրանք գալիս են իբր թե օրինաստեղծ աշխատանքի կատարողներին էին տեսնում, լսում են նրանց իբր թե զրույցը, ես կարծում եմ, որ գոնե մոտ 1 տարի այդ երեխաներին ազգային ժողով պետք է չբերեն, որովհետեւ ազգային ժողով դարձել է հայհոյանքների, լուտանքների, սպառնալիքների, քսմտելի զանազան գործողությունների հարու տալու, քացիներով խփելու վայր է դարձել։ Հիմա այս անձնական իրենց նկարագիրը դնենք մի կողմ, փորձենք հասկանանք, ենթադրենք այդ անձնավորությունները ինչ են ուզում, ուր են ուզում գնան, գաղտնիք չէ, որ ելույթ ունեցողներից գալի մասը ոչ տնտեսության մասին պատկերացում ունեն, ոչ երբևիցե տնտեսական որևէ գործունեություն են ծավալել եւ ոչ էլ փայլում են օրենսդիր իրավական դրույթները ճանաչելու այդ հարցի իմաստով։ Այս անձնավորությունները ստանում են նեղ կուսակցական, ոչ մասնագիտական հանձնարարություն գոռալու, աղմկելու, ոտերով խփելու, ձեռներով խփելու, ենթադրենք քիթ, ականջ, կոկորդ, պոչ, ես չիմամ, մարդու մասեր հեռացնելու ինչ որ սպառնալիքներ են անդադանում, դրանց թողենք մի կողմ, թողեցինք։ Հիմա մասնագիտական առումով ինչ են սրանք ասում։ Բա կխլենք հեծը։ Խլեք, ո՞նց է խլելու։ Հիմա բնականաբար այդ աղմուկը երբ որ նստում է, հիմա նրանց հարց ենք տալիս։ Խլեք, ո՞նց է խլելու։ Չեն կարողանում խլեն։ Հարցը գիտեք ինչու՞ն է։ Այս մարդիկ չեն հասկանում, այսինքն երևի հասկանում են, բայց պարզապես ստիպված են իրենց կուսակցական նեցուկ լինելու այդ ամոթալի խարանով, այս մարդիկ ստիպված են աղմկել մի բանի շուրջը, որի մասին իրենք պատկերացում չունեն։ Նախ հեծը դա մի կրպակ չէ։ Հեծի սեփականատերերը Հայաստանում չեն։ Հեծի իրավական բաժնետերերի զգալի մասը դրան գրանցված են բավականին պաշտպանված իրավական կարգավիճակ ունեցող կառույցներում, դրանք հիմնականում օֆշորային կազմակերպություններ են, Կիպրոսում, Վիրգինյան կղզիներում եւ նաեւ որոշակի մաս կա այլ երկրներում եվրոպական։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նրանց կատարված ներդրումները պաշտպանված են օրենքով, ընդ որում պաշտպանված են ոչ միայն
Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ պաշտպանված են միջազգային արբիտրաժի դրույթներով։ Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության եթե նման տափակածին դրույթներով փորձեն առաջնորդվել, նրանք բախվելու են միջազգային արբիտրաժին, հիմնականում Լոնդոնում է դրա գործառույթները իրականացում, եւ Հայաստանի Հանրապետությունը նման կրկնում եմ նման տխմար, տափակ դիրքորոշման համար, որ արտահայտում են որոշ վայ օրենսդիրներ, Հայաստանի Հանրապետություն ստիպված է լինելու բացառապես աներկբա վճարելու ներդրումների կատարման ամբողջ գինը, վճարելու է կոնկրետ այս պահին շուկայական գնագոյացմամբ ներդրումների հավաքական գումարը, վճարելու է ձեռքբերման պայմանագրից հետո կատարված ներդրումների արդիականացման համար, վերազինման համար որ կատարվել է, դրա գինը վճարելու է նաև բարոյական վնաս, վճարել է նաև բաց թողնված եկամուտի հաշվարկով առաջադրված գումար։ Դա մոտավոր հաշվարկներով կազմելու է մոտավորապես 1 միլիարդից ավել։ 1 միլիարդ դոլար։ Ինքը հեծը 2015 թվականին ապա պետականացման ժամանակ, երբ որ կոնցեսիոն կառավարման նրան տրվեց, չէ՞, այն ժամանակ նրա գինը մոտավորապես 50-80 միլիոն դոլար էր եւ անմխիթար վիճակ էր տիրում կոնկրետ էներգետիկայի այդ կարևորագույն հանգույցում, բաշխից ցանցերում։ Հիմա դրանից հետո այդտեղ կատարվել են ներդրումներ վերազինման, արդիականացման համար եւ դրանք մոտավորապես 700 միլիոն դոլարի են եղել, 700 միլիոն դոլարի զատ կատարվել են այլ աշխատանքներ մոտավորապես 150 միլիոն դոլարի, մանրամասը դրանց ցանկերը մենք ունենք ցանկացողին, նույնիսկ այդ աղմկողներին կարող ենք տրամադրել, թող գնան բացեն, փորձեն կարդալ, եթե իրենց այդ քառակուսի գլուխները ինֆորմացիա մի կերպ կարող են մուտք գործել, կարդան, հասկանան Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքը նրանք ինչպեսի վտանգ են ենթարկում։ Խնդիրը միայն հեծը չի, խնդիրը նաև արձագանքն է, որովհետև ցանկացած ներդրումներ կատարած իրավական անձի կամ մասնավոր անձից նման խլելու գործընթացի նույնիսկ կոչը առաջացնում է համապատասխան վերաբերմունք, արձագանք բոլոր ներդրողների մոտ։ Ներդրողները մեն անձնական կապերով չեն գալի երկիր, ներդրողները գալիս են ավելի շատ ինստիտուցիոնալ մակարդակով ունեցած գիտելիքի եւ հնարավոր հիմնավորումները ուսումնասիրելուց հետո միայն եւ ցանկացած ներդրող, որը որ նույնիսկ հարևանացիորեն այսպես ականջի ծերով լսի, որ մի երկրում խլում է մոտավորապես 1 միլիարդի հասնող կապիտալ կամ ենթակառուցվածքներ կամ սեփականություն, բնականաբար նա Հայաստանի մասին մոռանալու է եւ Հայաստանի Հանրապետություն շարունակելու է այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետություն ներդրումներ չեն գալի, բայց միևնույն ժամանակ մենք ունենք Հայաստան Հանրապետությունում մի հետաքրքիր իրավիճակ, երբ ներդրումների խթանման հիմնադրամի ղեկավարը վերջերս նշանակվել Արադ Միրզոյանի կինը, ինչպես ասում են, շահերի բախում չկա։ Հիմա ես խորհուրդ եմ տալիս Արադ Միրզոյանի կնոջը, կոնկրետ այս ներդրումների վրա կախված վտանգը, որը տեսական է, նա ոչինչ էլ չի լինելու, վստահ եք, կիրառական իմաստով ոչինչ չեն կարողանալու անեն, բացարձակ չեն կարողանալու, ոչինչ չեն կարողանալու։ Ես հիմա խորհուրդ եմ տալիս Արադ Միրզոյանի այդ խոշորագույն տնտեսագետ կնոջը ուսումնասիրել ներդրումների գլխին կախված այս սպառնալիքը եւ փորձել որոշակի աշխատանքներ անել այս անմիտներին այս հիմար զբաղմունքից յետ պահելու համար։ Այնուամենայնիվ, որպեսզի տարբերակեն պարոն Կոմենդատյան, ազգայնացում եւ պետականացում տարբերություն կա, իմ կարծիքով այստեղ ազգայնացում եւ պետականացում բառերը կարելի ասել գործընթացների ընդհանուր անվանումներ են եւ նորից անգամ այդ անմիտներին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության անդերքի հետ կապված նորից ինչ որ գոռոցներ են արձակում, պետականացնել, սեփականացնել, ազգայնացնել, այս մարդիկ սահմանադրություն չգիտեն։ Այս մարդիկ չգիտեն, որ սահմանադրության մեջ հստակ տրված է, որ օրինակ Հայաստանի անդերքը դա բացառիկ ազգային պետական սեփականությունը իրենից ներկայացում։ Այս մարդիկ տեղյակ չեն օգտակար հանածոների մասին իրավական դրույթները, այս
մարդիկ տեղակ չեն ընդերքի մասին օրենսգրքի դրույթներից։ Մարդիկ փաստացի ղեկավարում են բնակավարներ, մարդիկ տեղակ չեն։ Տեղակ չեն, անգրագետ են։ Ես ասեմ, բացառիկ անգրագետներ են։ Հիմա կոնկրետ այդ ընդերքի հետ կապված Ես վերջին նաև որոշ քաղաքագետներ էին հանդես գալի, բա պետականացնենք, ազգայնացնենք, լսեք, սահմանադրությունը բացեք, կարդացեք, եւ եթե դուք սահմանադրությունը չեք իմանում, դուք ինչպես եք քաղաքագիտության ինչ որ որակավորումներ ստացել, ինչպես եք դոկտորներ դարձել, դոցենտներ դարձել, եսիմ ինչ դարձել, եթե դուք սահմանադրությունը կարդացել եք եւ մարդկանց փորձում եք մոլորության մեջ գցել, ապա դա ընդհանրապես վկայում է նրա մասին, որ դուք որոշակի հանձնարարականով խոսացող գլուխներ եք դարձել ընդհանրապես եւ մոլորեցնելու, խափելու այս մոլուցքը, որը հմուտ կերպով կառավարվում է եւ ուղղորդվում է իշխող այդ ԿՊ խմբակի կողմից, դա նրանց համար դարձել է սովորական ձև, սովորական աշխատանք։ Ազգայնացում եւ պետականացում տերմինները դրանք տարբեր բաներ են։ Պետականության եւ ազգայնացում մասին այս խոսացողները հիմա որ ճամարտակողները, այսինքն չգիտեն որ ազգայնացումը միշտ չէ որ լավ բան է։ Ազգայնացումը միշտ չէ որ դրական արդյունք է բերում եւ ազգայնացման հետ կապված մեկ ունեք լրջագույն խնդիր, որովհետեւ առաջին հերթին երբեք պետությունը, մանդ հետ խորհրդային պետության որոշակի տնտեսական մոդել ունեցող պետությունը երբեք լավ տնտեսվարող չէ առաջին հերթին։ Երկրորդ պետությունը իրեն գցում է մի վիճակի մեջ եւ նա մենեջմենտի մի բարձրակարգ խումբ պետք է վարձի, որպեսզի փորձի ընդհանուր այս նոր բնակավարը, որից նա ընդհանուր ֆիսկալ շահույթ եւ հարկեր դուրքեր է ստանում, չէ՞։ Հիմա փորձելու է այս մենեջմենտի ռիսկը վերցնել իրար վրա։ Ինչպես են սրանք այդ մենեջմենտը իրականացնում եւ նրանց մենեջմենտին ընդհանրապես գիտելիքային այդ բովանդակության մասին լրջագույն կասկած կան։ Եվ երրորդը ամենակարևորը այդ ազգայնացում, պետականացում տերմինների հետևում թաքնված ենթադրյալ խլոցին, որը որ սրանք ենթադրում են, ուզում են, ձգտում են, դրա շուրջը աղմկում են, դա նշանակում է Հայաստանի Հանրապետություն առնվազն $1 միլիարդ ավել գումար տրամադրում սեփականատերերին եւ սա ինչ է նշանակում, սա նշանակում որ Հայաստան Հանրապետություն նման գործարքի, նման քայլի արարքի համար տեխնիկական հնարավորություն, ֆինանսական ռեսուրսների իմաստով պարզապես չկա։ Մենք $13.5 միլիարդ պարտք ունենք եւ $13.5 միլիարդ պարտք ունեցող պետությանը ոչ ոք $1 միլիարդ փող չի տալու, որ նա վիճելի ներդրումներ կատարած անձանցի սեփականություն խլելու, այսպես ասած, քայլ կատարի։ Հիմա ես կարող եմ ձեզ ասել, այս մարդիկ ինչու են գնում եւ ինչ են փորձում անեն, ինչ են անելու։ Բնականաբար, վերջի կան մասնագետներ նույն կառավարության մեջ, որոնք իմիջիալից վերջին օրերին չեն երևում։ Ինչ Երևան։ Իրենք հասկանում են, որ խայտարակության մասնակից են։ Բայց իրենք նաև հասկանում են, որ այս գործընթացը վտանգներ է ստեղծում։ Վտանգներ է ստեղծում ապագայում հնարավոր ռեսուրսներ ներգրավելու հետ կապված։ Եվ եթե մարտ ամսին Հայաստանի Հանրապետությունը 7.5%-ով էր գումար ներգրավում, որ թոշակ եւ նպաստներ բաժանի, հիմա հավանաբար 10, 12, 15%-ով ներկա, որտեղ խարխվել է պետության նկատմամբ վստահությունը միջազգային գործընկերների մոտ եւ ֆինանսական համաշխարհային կազմակերպությունների մոտ։ Այսինքն Հայաստան դրսից գումարներ մուտք չեն գործում։ Պատկերացրեք, որ դա սպառնալիք է, պատկերացրեք մտնում է մեր գրպանները։ Դա բնականաբար պետք է մտնեն գրպանները, բայց գիտեք ինչպես է Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի ստեղծման այս գործընթացը արդեն իսկ հասել է իր քրիտիկական առավելագույն չափերին։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում փորձում են ուզում են տնտեսությունը զարգացնելու, պետք է փնտրեն նոր ճանապարհներ, նոր ուղիներ, լոյալության, տոլերանտության մեծ մակարդակ պետք է ապահովեն երկրի ներսում տնտեսական կառուցվածքներում, բայց դրա փոխարեն այս անձնավորությունները գնում են մեկը մեկից անպատկերացնելի անմեղսունակության հետ սահմանակից որոշումների եւ գործընթացների։ Պետական կառավարման թերևս ամենալավ օրինակը, որը կարելի է հստակ պատկերացում կազմել, երևի թե հանրային տրանսպորտի ոլորտն է, որ ընդգրկվեց քաղաքային իշխանությունների կառավարման
ներքո եւ մենք տեսնում ենք թե ինչ խայտարակ վիճակ է հանրային տրանսպորտը որպես բարելավում, հա, իրականում ինչ վիճակ է տիրում այդ ոլորտում։ Եվ պարոն Կոմենդանտյան, հեծը խլելու համար, հա, ինչպես դուք եք ասում, ռեկետի կամ ինչպես ուրիշներն են ասում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրում էներգետիկ ճգնաժամ է ստեղծվել, որի մեղավորը հեծի կառավարիչներն են։ Համաձայն եք սրա հետ։ Եթե էներգետիկ ճգնաժամ իրոք կա կամ ճգնաժամ չէ, ինչ որ խնդիրներ առկա են, արդյոք պետությունը դրանում իր մեղավորությունը չունի, ամբողջությամբ մասնավորի ուսերին է ծանրանում այդ մեղքը եւ կա արդյոք իրոք էներգետիկ ճգնաժամ։ Ես ձեզ ասեմ, որ էներգետիկ ճգնաժամի հետ կապված, երբ որ դիտարկում է կատարում այդ անձնավորությունը, նա պետք է առաջինը փորձի գոնե իր խորհրդատուներին հարցնել. մենք էլեկտրաէներգիա արտահանում ենք թե ոչ։ Եվ եթե երկրում կա էլեկտրաէներգիայի արտահանում, դա նշանակում է, որ երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ մեծ իմաստով չկան։ Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանում է, այլ բան է, որ աշխարհական որոշակի զարգացումներից ելնելով, ներկայումս այդ process-ը որոշակիորեն վտանգներ է պարունակում իր մեջ, ռիսկեր են դրա հետ կապված առաջացել, բայց երկրում էներգիայի օգտագործման հետ կապված, աբոնենտներ դառնալու հետ կապված, մատակարարելու հետ կապված նման բան չկա։ Եվ ես ձեզ անկեղծ ասեմ, երբ որ դրանց քաղաքական խմբակում, որտեղ զանազան չեմ պատկերացնում այդ մարդիկ որտեղից են եկել, որ բնակավարից։ Վերջերս 1-2 օր առաջ ինչ որ մի կին կա, անունը չեմ էլ հիշում։ Դրանք որովհետև դրանց կարելի է պարզապես համարակալել։ Հետո համար 25-ը կամ համար 34-ը։ Այս համար 34-ը հայտարարում էր, որ իրենց տան հոսանքը անջատվել է 3 անգամ օրվա ընթացքում եւ ինքը կողմ է, որպեսզի հեծը իբր թե պետականացվի։ Այդ տգիտության շքերթը, որ սրանք կազմակերպել են, այդ տգիտության դա ոչինչ չի նշանակում։ Կա համապատասխան հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողով, ունի համապատասխան լիազորություններ, իրավական լիազորություններ, այս հանձնաժողովը ինչով էր զբաղվում մինչև հիմա։ Այդ հանձնաժողովը, որը որ խիստ քաղաքական վերջերս դերակատարում էր իրեն վստահել եւ 10 միլիոն դրամով տուգանեցեցին, զանազան абսուրդ, կարելի ասել օթից վերցրած մեղադրանքներով, այս հանձնաժողովը, եթե էլեկտրաէներգիայի արտադրման, բաշխման հետ կապված խնդիրներ կա, նախ ինքը չի կարող բաշխման ցանցի հետ կապված գործառույթներ կատարել, որովհետեւ կան արտադրողներ եւ կա բաշխման ցանցեր։ Այս մարդիկ արտադրական հզորությունների հետ կապված խնդիրներ ունեն, այնակ փորձում են այս խնդիրները խորքային խնդիրը գցել ում վրա բաշխի ցանցի վրա։ Իսկ ինչու են հզորությունների հետ կապված առաջացել այդ խնդիրները, որովհետև Արցախում մենք ունենք հիդրոէլեկտրաէներգիայի խոշոր միավորներ, որոնք միացված են Հայաստանի էլեկտրական ցանցին եւ ներկայումս այդ բոլոր խոշոր միավորները ում համար են աշխատում են Ադրբեջանի համար։ Ով է դրա կազմակերպիչը հանդիսացել, նույն ԿՊ խմբակը, ինչպես հոկտեմբերի 2-ին Պրագայում, երբ որ ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում, արդեն իսկ պարզ է, որ էներգետիկ հզորությունների իմաստով մենք ունենք ահռելի կորուստներ եւ ունենք լրջագույն դեստրուկտիվ process-ներ էլեկտրաէներգիայի արտադրության եւ ինչու՞ չէ բաշխման կազմում։ Իհարկե սա չի նշանակում, որ այդ համար 34-երը իրենց տափակ դատողություններով ոչ մի համեմատություն չունենալով, ոչ մի կրթություն չունենալով, մասնագիտական փորձ չունենալով, ինչպես կարելի է առաջադրել մի հիմարություն եւ այդ հիմարության վրա կառուցել ինչ-որ դիտարկումներ եւ այդ դիտարկումներով գալ հանգել են եզրակացության, որ խոշորագույն ենթակառուցվածքային միավորը պետք է պետականացնել։ Բացի դա, համատարած կառուցապատումները արդյոք չեն ազդում հոսանքի մատակարարման որակի վրա, իսկ դա արդեն քաղաքային իշխանությունների խնդիրն է։ Գիտեք, դա ենթակառուցվածքների զարգացման հարց է, կոնկրետ երբ որ քաղաքը մեծանում է, իսկ Հայաստանը կարծես դառնում է քաղաք-պետություն, չէ՞, այդ խնդիրները գալու են, դրանք օբյեկտիվ խնդիրներ են։ Պետք է խոստովանենք, որ դրանք օբյեկտիվ խնդիրներ են եւ այս իմաստով հեծը բավականին մեծ աշխատանք էր կատարել այդ
ենթակառուցվածքները թարմացնելու, վերազինելու, արդիականացման հետ կապված, ես ինքս ասեմ, որ կոնկրետ այս ամառանոց ունեմ, այնտեղ բավականին մեծ աշխատանք կատարեցին։ Փողոցներով, ամբողջ բնակավայրում հենասյուները փոխեցին։ Դրանից բացի այդ ամբողջ ցանցը վերազնեցին, փոխեցին, հաշուշները փոխեցին, մեծ աշխատանք է կատարվել։ Մենք այդ աշխատանքը կատարվող չպետք է մոռանանք, հասկանանք, գնահատենք եւ համապատասխան գործընկերային համագործակցություն հաստատենք լավագույն իմաստով խոշոր տնտեսվարու հետ։ Բայց քաղաքի մեծանալու հետ կապված բնականաբար այդ խնդիրները առաջանալու են։ Դա անխուսափելի է, օբյեկտիվ է, դա հեծի մեղավորություն չէ, դա մեղավորություն է, կրկնում եմ, երկրի համաչափ զարգացման մոդելի բացակայությունն է։ Այս կառավարություն կոչվածում, երբ որ հաստատում են զարգացման, միջնաժամկետ զարգացման ծրագիր կամ հաստատում են այս մարդկանց մոտ, կարծես թե բացակայում է ընդհանուր ռազմավարական դիտարկումը, հայացք բացակայում է, կարծես պլանավորման լրջագույն դեֆիցիտ ունեն այս մարդիկ։ Անընդհատ Հայաստանում մայրաքաղաքը ի հաշիվ ռեգիոնների անընդհատ մեծանում է, ընդարձակվում է եւ բնականաբար այստեղ հզորությունների կապված խնդիրներ կան, պետք է հաշվարկեն եւ համաչափ կայուն զարգացման ռազմավարություն մշակելիս իրականացնեն համապատասխան միջոցառումներ, համապատասխան ծրագրեր, բայց այստեղ կա մի խնդիր։ Այս ամբողջ ռազմավարությունները մշակելուց հետո ռազմավարությունները քննարկելու են եւ ընդունելու են այդ իմ հիշատակած համար 34-ի նման մի քանի տասնյակ անձնավորություններ։ Հասկանալի է։ Նույնիսկ կարծեմ Երևանը գլխավոր հատակագիծ չունի երկար տարիներ շարունակ, որով պետք է նաեւ այդ հարցերը կարգավորվեին եւ ելի քաղաքային իշխանությունների փաստորեն մեղավորությունն է եւ երևի թե համապատասխան կառույցների անվերահսկելի վիճակը։ Քաղաքային իշխանությունների հետ կապված ընդհանուր մի հիշատակում եմ անում, այս հիմիկված ձևավորված քաղաքային իշխանություն լեգիտիմ չէ։ Դե այո։ Այո, նա լեգիտիմ չէ, այո, նրանք լեգիտիմ չեն եւ ճիշտ է ժամանակ անցնում է, բայց դա չի նշանակում, որ նրանց լեգիտիմության պաշարը ավելանում է։ Եվ մի կուսակցության անձնավորության հայոախառն դիտարկումներ ունեցող ապահովող անձնավորության օգնությամբ որոշակի խարդավանքների քաղաքական, կարող ասել, ոչ պալատական, բայց խարդավանքների իմաստով մոտավորապես 7-8% հավաքած ԿՊ խմբակը դարձավ Երևան քաղաքի, այսպես ասած, ծրագրերի զարգացման կառավարիչը։ Կարծում եմ, այս լեգիտիմության բարձրագույն խնդիրը նրանց մոտ բացակայում է, հստակ բացակայում է եւ վստահ եմ, որ ապագա փոփոխությունների ընթացքում գոնե մենք պետք է ունենանք այնպիսի Երևան եւ կառավարման այնպիսի մարմին, օրգան, որտեղ պետք է ներկայացնել Երևանը, երևանցիները իրենց հոց խմբերով, այլ ոչ թե պալատական զզվելի խարդավանքներով ձևավորված այդ ոչ լեգիտիմ կիսատպռատ իշխանությունը։ Պարոն Կոմենդանտյան, մինչև Նիկոլ Փաշինյանի հերթական հիստերիան բոլորիս ուշադրությունը բնականաբար սևեռված է շատ ավելի կարևոր իրադարձությունների, խոսքը Իրան-Իսրայել հակամարտության մասին է, կատակով ասում եմ Նիկոլ Փաշինյանը նախանձեց, որ թոփ առաջին շարքերում ինքը չէ թեմաների եւ այսպիսի արհեստական թեմա ստեղծեց, բայց իրոք մի շարք վտանգներով նաեւ Հայաստանի համար, այդ հակամարտությունը նաեւ տնտեսական վտանգներ է առաջացնում երկրի համար, կարող եք ասել ինչ վտանգների մասն է խոսքը, որովհետև մենք նաև էներգետիկ համակարգում եւ ընդհանրապես տնտեսական համակարգում սերտ համագործակցում ենք Իրանի հետ եւ Իրանում եղած իրավիճակը չի կարող չազդել այդ հարաբերությունների վրա։ Պետք է հասկանանք առաջին հերթին, որ չափով մեր արտաքին ապրանքաշրջանառությունը Իրանի հետ կարգավորված, ինչպիսի ծավալներ ունի նա եւ ինչպիսի մարտահրավերներ կամ ռիսկեր կան, որոնք կարող են որոշակիորեն այդ ապրանքաշրջանառության հոսքերը խաթարել կամ միգուցե նաեւ վերացնել։ Հիմա ասեմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ $700 միլիոն կարգի է տարեկան։ Ընդ որում դրա մոտավորապես 630 միլիոնը դա պարսկական կողմի արտահանումն դեպի Հայաստան եւ Հայաստանի Հանրապետությունը արտահանում է Պարսկաստան մոտավորապես $70 միլիոն, այսպես ասած,
ռեսուրս, աշխատանք, ծառայություն եւ ապրանքներ, բայց այստեղ մի խնդիր կա։ Մեր ապրանքաշրջանառությունը որոշակի դիսֆունկցիոնալ է մեր համար, բացասական սալդո է, ահռելի բացասական սալդո ունի։ Պատկերացրեք 630 միլիոն դոլար մենք վճարում ենք Իրանին, մոտավորապես 60-70 միլիոն դոլար ետ է գալիս։ Հայաստանի Հանրապետությունը այս ապրանքաշրջանառության մեջ կարծես դժվում է եւ այդ վնասը, իհարկե փոխաբերական վնասը, անուղղակի վնասը անընդհատ աճում է։ Այս իմաստով ներկա վտանգները, ռիսկերը, որոնք առաջացել են, չէ, եւս մի հնարավորություն է մեզ տալի մտածելու, ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը եւ հասկանալ ինչ ենք մենք ներմուծում Իրանից եւ ինչ ենք մենք արտահանում։ Հայաստանի Հանրապետությունը Իրան բացառապես արտահանում է միայն էլեկտրաէներգիա։ Հայկական համարյա ոչ մի ապրանք Իրանում պահանջված չէ։ Հայկական ոչ մի մասնակցություն Իրանի ներքին տնտեսական ապրանքաշրջանառությանը բարձրապես չկա։ Իսկ Իրանը արտահանում է դեպի Հայաստան բիտում, ցեմենտ, գիպս, մետաղի գլանվածքներ արտահանում, կենսաքիմիայի ապրանքներ արտահանում եւ պատկերացրեք մթերք։ Նո մթերք բավականին քիչ, նակ տեսակարան մեծ քշիր չունեն։ Հիմա այստեղ բայց մի կարևոր հարց է առաջացել։ Այս հնարավոր մարտահրավերները բնականաբար հարվածելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծավալին։ Խնդիրը ինչու՞մն է, որովհետեւ երբ որ հիշատակում եմ բիտում, գիպս եւ գլանվածքներ, մետաղյա ծողեր, չէ, այս ամեն ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք շինարարության մեջ օգտագործվող նյութերի հետ եւ արդյունքում ինչ է լինելու։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում շինարարության ծավալները անկում են ապրելու, շինարարության ծավալների մեջ հատկապես ամենամեծ անկումը արձանագրելու են ասֆալտապատման աշխատանքները, որովհետև առանց բիտումի ասֆալտապատում չի լինելու։ Եվ պատկերացրեք, որ այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը շինարարության անկման արդյունքում զգալի գումարներ մուտքային իմաստով այլևս չի ունենալու մի երկար ժամանակ, որովհետև ամենահարցերից կարևորն է, որ ներկայում ռմբակոծվող Իրանը պետք է վերականգնի իր տնտեսությունը, պետք է վերականգնի ենթակառուցվածքն եւ կարծում եմ Իրանի պետությունը որոշակի նաեւ կառավարչական միտումներով հիմնական ուղղորդող հարկադիր բնույթի նաեւ կարգելի ցեմենտի, գիպսի արտահանումը այլ երկրներ, որովհետեւ ներքին այդ ավերածությունները եւ վնասները փոխհատուցելու հսկայածավալ դաշտ են բացելու եւ ըստ իմաստով մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Դրա մասին ով է մտածում։ Համար 34-ը իմ հիշատակած այդ անմիտ արարածները, որոնք ոչ կրթություն ունեն, ոչ աշխատանքի փորձ ունեն, 7 տարի զրո դասաներում են մնում, դրան էլ գումարած ամբարտավան են այնքանով, որ իրենց չպատկերացրած, չիմացած, չհետազոտած թեմայի մեջ դատողություններ են եւ անձնում դատողությունները փոխադրում են հարկադիր բնույթի, ընդհանրենք գործողությունների միջոցառումների երևակման դաշտ։ Պարոն Գամենդատյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր, կարևոր շեշտադրումներով զրուցել, շնորհակալ եմ շատ։ Կարծում եմ մեզ դիտողներն էլ որոշակի գաղափար կազմեցին, շատերն են մտահոգված եւ հեծից հանդեպ սպառնալիքներով եւ հետևանքներով։ Հիմա մարդիկ մտածում են, ասում են, հենց պետականացրեցին տրանսպորտի նման հոսանքներ է թանկանալու եւ այլն, բայց դուք սպառիչ պատասխան եք։ Տիկին Ասլանյան, այստեղ կարճ ասեմ, բնականաբար եթե նման ինչ-որ գործողություն որոշեն անեն, դա արկածախնդրություն է լինելու։ Բնականաբար իմ դիտարկված, մեր կողմից դիտարկված այդ միջոցառումները նկատում եմ սեփականատիրոջ փոխհատուցումները, դատական ծախսերը, մնացածները, ապագայում արդիականացման համար հնարավոր միջոցների փնտրտուքը, դրանց տոկոսները այս ամբողջը բերելու է, գիտեք ինչի, բերելու է ծախսերի բարձրացման եւ ծախսերի բարձրացման արդյունքում մենք ստանալու ենք ինքնարժեքի բարձրացում, բնականաբար ինքնարժեքի բարձրացումը բերելու է ավելի բարձր սակագնի իրողության։ Դրան էլ գումարվելու մի կարևոր հարց, որը կարծես ոչ ոք այս պահին չի քննարկում։ Դա գազի սակագինն է,
ռուսական Կրեմլում գիտեք ինչպես է Ռուսաստանում պատահական մարդ միլիարդատեր չի դառնում։ Եթե ռուսական կողմը $165 փոխարեն սկսի Հայաստանի մատակարարել գազ $400 կամ $450 եվրոպական ձևավորված սակագնով, ապա մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ունենալ էլեկտրէներգիա ներկա գործող 40 դրամի փոխարեն առնվազն 148 դրամ։ Ամեն ինչ սպասելի է ցավոք սրտի այս իշխանություններից, շնորհակալ եմ։ Համեցեք։ Շնորհակալություն, որ դիտում եք մեզ, հիշեցնեմ երկրորդ կարծիքի տաղավարում այսօր զրուցում էի Հայ ԱԿՎ նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։ Ցտեսություն։